Կառավարության ամեն նիստին Նիկոլ Փաշինյանը տող-առ-տող թղթից կարդում եւ հատ առ հատ ներկայացնում է, թե պետական բյուջեի գումարները Հայաստանի որ մարզին են ուղղվել։ Բայց արի ուտես հերթական անգամ ներկայացնելիս պարզ դարձավ, որ պետական բյուջեն այս անգամ նաեւ ուղղվել է մասնավոր բիզնես հանդիսացող հանդիսությունների սրահին։ Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի մշակույթի տան վերանորոգում եւ հանդիսությունների սրահի կառուցում։ Աշխատանքները ավարտվել են 540 քառակուսի մետր մակերեսով հանդիսությունների սրահ է կառուցվել, վերանորոգվել է մշակույթի տունը։ Փաշինյանի ասածը զարմանք առաջացրեց անգամ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մոտ։ Հիշում եմ, մի քանի անգամ այս հարցին անդրադարձել ենք, գուցե պատասխանը սպառիչ չէ, բայց իմ մոտ գոնե էլի նորից այս հարցը առաջանում է, որքան ճիշտ հանդիսությունների սրահին անհատկացնեն, որովհետև մեծ հաշվով գուցե ես սխալ եմ ընկալում, բայց իմ կարծիքով դա ինչ-որ մեկի բիզնեսն է դառնում, էլի ինչ-որ պահի կամ։ Նիկոլ Փաշինյանին նեղ վիճակից շտապեց փրկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Մենք այս տարի վերանայել ենք մեր առաջնահերթությունները սուբվենցիոն ծրագրերի մասով եւ հանդիսությունների սրահի կառուցումը արդեն առաջնահերթություն չի մեզ համար։ Սրանք նախորդ տարիներին հաստատված ծրագրեր են եւ 2026 թվականից այս տեսակ աշխատանքներ չեն հաստատվելու։ Տեղեր կան, որ իրոք տեսնում ես, որ կյանքի կենտրոն է դարձել խմբեր, կինոդիտումներ, միջոցառումներ եւ այլն, բայց ընդհանուր առմամբ պետքա այսինքն ըստ դեպքի պետքա դիտարկել եւ մաքսիմալ արդյունավետ դարձնել սուբվենցիաները։